Պարոն Սարգսյան, ըստ էության Հանրապետական կուսակցությունը առաջին անգամ է, որ չի մասնակցում ընտրություններին, նախապատասխան։ Այո, առաջին անգամ, բայց պետք է ասեմ, որ 18 թվականին ես առանձնապես հակված չեմ եղել մասնակցելու ընտրություններին, բայց գործադիր մարմնի անդամները ինձ համոզեցին։ 21 թվականին ես կողմնակից չեմ եղել ընտրություններին մասնակցել, բայց ոչ միայն մեր ուժի, այլ ընդհանրապես ընդդիմադիր ուժերի կողմից մասնակցությանն եմ դեմ եղել, որտեղ ասել եմ, որ մենք գնալու ենք ընտրությունների, ցավոք սրտի Հայաստանի կառավարիչը հաղթելու է եւ միջազգային հանրությունը շատ տևական ժամանակ մեղադրելու է մեր ամբողջ ժողովրդին, ասելու են ձեր ժողովուրդն է ընտրել, ուրեմն գնացեք համակերպեք։ Այնպես որ առաջին անգամ չէ, որ մենք այսպես տատանվում ենք նոր որոշում կայացնենք։ Պարոն Սարգսյան, այնուամենայնիվ Հայաստանը 10 տարի ղեկավարած Հանրապետականին ինչու չհաջողվեց 10 տարի ղեկավարած Հանրապետական կուսակցությանը հաջողվեց։ Հանրապետական կուսակցությունը Ես մեր անկախության առաջին իսկ օրվանից մաս է կազմել իշխանությանը 2000 թվականից ամբողջովին սատարել է հանրապետության նախագահի։ Կներեք, ես մի քիչ երևի լավ չձևակերպեցի, հենց ձեր ղեկավարած ձեր առաջնորդված Հանրապետական կուսակցությունը, որը 10 տարի իշխանություն է երկրում, ինչու չհաջողվեց միավորվել ընդդիմադիր դաշտի, այսպես ասեմ, առաջատար դեմքերի հետ ընդդիմադիրների, խնդրում եմ մի քիչ ավելի մանրամասն ասել, արդյոք այս ամիսների ընթացքում բանակցություններ եղել են ընդդիմադիր դաշտի ներկայացուցիչների առաջնորդների հետ եւ եթե եղել են, պարոն Սարգսյան, վերջո ինչն է խոչընդոտում միավորվելուն ու միասնաբար Նիկոլ Փաշինյանին տուն ուղարկելու համար, այդ ո՞րն է այդ գլխավոր խոչընդոտը, որ չի հաջողվում միավորվել եւ ձեր բանակցությունների մասին եթե եղել են, խնդրում եմ ասել։ Պաշտոնական բանակցություններ չեն եղել, մեր կողմից մշտապես եղել են հրապարակային առաջարկություններ, բայց ինքներդ տեսակ համոզվեցիք, թե օրինակ գործող վարչապետին անվստահության հայտնելու process ինչքան երկարաձգվեց, ինչպես եղավ մինչև հիմա մնում է, բայց կարծում եմ, որ նաև ընդդիմության մի մասն է, այսպես ասեմ, ուշադիր լսել իշխանություններին, համոզվել, որ մեր ժողովուրդը կատեգորիկ դեմ է նախկիններին, առաջին հերթին մեզ, միգուցե դրա համար իրանք խուսափել են գնալ պայքարի։ Կարող է իրենք այլ հաշվարկներ ունեն, կարող է իրենց թվում է, թե ընտրություններում կարող են հաղթել եւ այդ ճանապարհը իրանց համար ավելի նախընտրելի է, որտեղ ամենասահմանադրական եղանակը իհարկե ընտրություններով հաղթելն է, բայց ես կարծիք ունեմ, որ դա ճիշտ ճանապարհ չի, ինչպես զեկույցում ասեցի, իմպիչմենտը որևէ պարագայում չի կարելի հակադրել ընտրություններին։ Եթե նույնիսկ մի շաբաթ առաջ հաջողվի անվստահությունը հայտնել, այդ նշանակում է միևնույն է բոլոր պարագաներում ամսի 7-ին ընտրություններ լինեն։ Եվ այն ժամանակ այդ ընտրությունները կլինեն շատ ավելի արդար եւ գոնե նախընտրական փուլի այս բոլոր զեղծարարությունները չեն ընտրությունների արդյունքի վրա։ Պարոն Սարգսյան, ամեն դեպքում դուք ձեր այս մի հարցն էլ ծերի գործընկերներ ու կավարտեմ, դուք ձեր ելույթի տեքստում նշեցիք, որ այսպես չկարողանա մեջ բերել, ցույց տվեցիք, որ ձեր սեփական ամբիցիաներից կուսակցությունը վեր է եւ ազգի շահերն է գնահատել ու չի առաջադրվում, իսկ հնարավոր է, որ Հանրապետականում իսկապես, որ 10 տարի կառավարման փորձ ունեիք դուք, հաշվարկել եք եւ հասկացել եք, որ եթե մասնակցեք ընտրություններին, ուղղակի նվազագույն շեմներ չեք հաղթահարելու եւ ափսոս է այդ ռեսուրսը դնել ու խոսքով չհաղթելու։ Համարում եք ներողություն, որ Սամվել Կարապետյանը ընդդիմադիր դաշտը
լավագույն միավորող տեխնացուն է, ինչպես ասել էր առաջին նախագահը, գուցե էլի սկզբշող չկարողացա մեջ գրել։ Չէ, նորմալ ես հասկացա ձեզ, ուզում եմ ասել, ոչինչ չի կարելի բացառել, եւ մենք երբ որ քննարկում էինք, բազում տարբերակներ կային, այո, որ մեզ կարող էին խոչընդոտել, ընդհանուր միջև մարդկանց խափամամիջոց փոխվել, ովքեր ցուցակում կլինեն, ովքեր առաջին շարքերում կլինեն, բայց բոլոր ուսումնասիրությունները խոսում են այն մասին, իսկ ես խոսում եմ այն ուսումնասիրությունների մասին, որը մեզ հնարավորություն տվեց մինչև 21 թվականի ընտրությունները հայտարարել թող ինչքան կվերապահվի։ Մեզ հնարավորություն տվեց կանխատեսելու Գյումրիի եւ Էջմիածնի ընտրությունները, այսինքն հավաստի։ Եվ չեմ սխալվում նախորդ շաբաթ ընտրությունների արդյունքները, այսպես ասեմ, ոնց է, պրեզենտացիա արվեց մեր կուսակցությունում եւ բոլորը տեսան, թե մենք նախորդ շաբաթ ինչ հնարավորություն ունենք, ինչ ռեյտինգ ունենք եւ դա մեզ թույլ էր տալիս շատ։ Չասեմ, թե հարցումներն էի կարել եւ բարձր էր ռեյտինգը, օրինակ Ռոբերտ Քոչարյանից բարձր էր։ Չէ, ոչ։ Մենք անմատներով չենք ռեյտինգ արել, Հայաստան դաշինքի սատարումը, Հայաստան դաշինքի վարկանիշը մեզնից բարձր էր։ Եթե մեր վարկանիշը Հայաստան դաշինքից բարձր լիներ, ես կարծում եմ այն ժամանակ մենք պարտավոր էինք ուղղակի մասնակցել։ Իսկ ինչ վերաբերում է միավորող ուժին, ապա կարծում եմ, որ մեկի մոտ կասկած չկա, որ այսօր ընդդիմության առաջատարը, այո, ուժեղ Հայաստանն է եւ այդտեղից շատ ենթադրություններ է պետք անել։ Շատ շնորհակալ եմ։